Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ընթացքը։ Մենք այսօր գտնվում ենք սողացող եւ չդադարող կապիտուլյացիայի ընթացքի մեջ։ Այսինքն եւ արցախցիների համար եւ հայաստանցիների համար, բոլոր հայերի համար հիմա կարեւոր է որ այս process-ը մենք կանգնացնենք, գոնե մեր միջազգայինորեն ճանաչված սահմաններում, պաշտպանենք մեր պետությունը։ Այս process-ը կանգնացված չի։ Մենք գտնվում ենք ընթացող կապիտուլյացիայի մեջ։ Այս նորից այն խնդիրներից է, որ ներկայ իշխանությունները ոչ կարող են լուծել, ոչ էլ ցանկանում են լուծել։ Իրականում ի վիճակի չեն լուծել։ Հա, շատ ներողություն եմ խնդրում։ Եվ երրորդ նպատակը դա կարծում եմ իրատեսական պետք է լինի հետևյալը։ Եթե մենք ուզում ենք ապագայում, երբ որ դրա համար պայմանները ստեղծվեն արցախահայության վերադարձը դեպի պատմական հայրենիք, մենք նախ եւ առաջ պետք է պահպանենք արցախահայությանը որպես հզոր համայնք, որը բանա իր տեղը ունի, ինչ որ շփվում է ինքը իր մեջ, իր դիրքերը ունի Հայաստանում, այսինքն մի համայնք, որը չի ցրվելու ամբողջ աշխարհով, որովհետև Հայաստանի կառավարությունը չի ցանկանում արցախահայության հարցերը լուծել, կամ մեզ պետք չի նաև արցախահայության համայնքի այնպիսի կարգավիճակ, ոնց որ իրանք իզգոյել լինեն այս երկրում։ Դա էլ պետք չի։ Մենք պետք է ունենանք ուժեղ համայնք, դրա համար մենք պետք է ապահովենք, որ այդ մարդիկ, որ Արցախում բժիշկներ են աշխատել, չգիտեմ, փաստաբան են աշխատել, դատախազ են աշխատել, ոստիկան են աշխատել, նրանք կարող են նույն զբաղմունքով զբաղվել Հայաստանում, դառնան մեր հայոց աշխարհի լիարժեք անդամը։ Այսինքն հիմա ինչ որ մարդկանց այդ ինտեգրացիա բառը չի դուր գալիս, սոցիալ-տնտեսական ինտեգրացիա, բայց ուրիշ բառ գտեք, բայց թող ներառումը լինի։ Պետք է դա ապահովենք։ Մենք պետք է պահպանենք հզոր արցախահայ համայնք։ Սա պետք է այս երեք ռեալիստական նպատակներով մենք պետք է գնանք առաջ։ Պարոն Բաղունց, նա տերամ շատ կարևոր բան բաց չեմ թողել, հետո դե վերջին նախադասությունը երևի ասեմ, ամփոփեմ ելույթս։ Մենք շատ լավ պետք է հասկանանք, որ այս իշխանությունը անկարող եւ չկամեցող իշխանություն է այս խնդիրների լուծման հարցում։ Ես շատ կարևոր մի հատ տեղեկություն ունեմ ձեզ համար, ես դա ժամանակին հրապարակել եմ, ժամանակին Վահան Քերոբյանի ժամանակ էկոնոմիկայի նախարարությունը Մաքենզիի բաների հայ ազգի կոնսուլտանտների հետ մշակել էր 80-80 ծրագիրը, որի նպատակը այն էր, որ պետք է այդ ինտեգրացիան ապահովի, այսինքն 80% արցախցիների պետք է առնվազն մնային Հայաստանում, 80% պետք է տուն ստանային բաներում, մարզերում եւ 80% պետք է ստանային աշխատանք։ Չեք հասկանում։ Ամեն ցուցանիշով դա չի գումարվում է։ Տարբեր հարթություններում 80%-ի պիտի հասնենք, հա, դե լավ է։ Հա, ուրեմն դա զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, այնտեղ շատ լուրջ ծրագիր էր, 1000 մենեջեր պիտի նշանակվեր, ամեն մենեջերը 25 արցախահայի հետ պիտի բանի կոնտակտի մեջ լիներ, աշխատեր եւ այլն, սա մերժվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, իմացեք։ Այս մարդիկ ուղղակի չեն ուզում լուծումները, իրենք ուզում են, որ այս Արցախի հարցը շուտ ցրվի, իսկ լավագույն ձևը ցրվելու դա այն է, որ Արցախահայությունը Հայաստանում այլևս գոյություն չունենա, ցրվի ամբողջ աշխարհով։ Հետևաբար առաջնային նպատակը պետք է լինի այս իշխանությունների հեռացումը, եթե մենք ուզում ենք Արցախի հարցերը առաջ գնան եւ որ Արցախահայությունը ունենա ապագա։ Շնորհակալություն։